Շան Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր օգոստոսի 25-ն է, երեքշաբթի։ Ժամը 16-ի սահմաններում Գյումրիի Տերյան փողոցում Մերսեդես մագնիշի ավտոմեքենա է պայթել, այն կայանած է եղել կահույքի սրահի դիմաց, մեքենայում ուղևորներ չեն եղել, 43-ամյա վարորդն այդ պահին գտնվել է մեքենայի մոտ կանգնած, դեպքի վայր հասած շտաբ բուժօգնության բրիգադը շոկային վիճակում գտնվող վարորդին տեղափոխել է Գյումրի բժշկական կենտրոն, պայթյունից վնասվել է տարածքում եղած մեկ այլ Մերսեդես մագնիշի ավտոմեքենա, կոտրվել են նաև կահույքի սրահի ապակիները, բարեկային ծառայողների նախնական տվյալներով պայթյունը տեղի ունեցել գազի արտահոսքի հետևանքով, մեքենան վերածելով մետաղական ջարդոնի, ոստիկանության աշխատակիցները սահմանազատել են դեպքի վայրը։ Պատվալն էի կմպոցարը, վախեցաս, վարորդեի ճտուց է արի դուս էել է, լավ է որ փողոց երեխա չեղե, մարդ չեղե, ստեղ ուդար է տվե, ալումինը, բանը, ջարդել է շուշեն, այս մասերը սաղ թապել էր ստեղ։ Հետևի ավագին է կոտրվել մենակ, ուրիշպես լուրջ վնասված չկա։ Երիքսն է կայանածն է։ Կայանածն է։ Չեք լսել կմպոց, չգնի։ Դե լսել եմ, հեռու եմ եղել։ Լաչինում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու հայկական էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական Ազերէներգի ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։ Վաղ առավոտից իրավապահների իրականացրած գործողությունները, որոնք սկսվել են Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված հասցեներում խուզարկություններով, ավելի ուշ շարունակվեցին ձերբակալություններով և Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելով։ Տեղի ունեցած ըմբուռը արձագանք է ստացել նաև քաղաքական դաշտում։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները կատարվածը որակել են որպես քաղաքական պատվեր, իսկ իշխանական թևի ներկայացուցիչները հակադարձել են այդ պնդումներին։ Առավոտյան 7-ին ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ հրապարակեց, որում Լևոն Քոչարյանի տան դիմաց երևում էին ԱԱՑ դիմակավորված ծառայողներ։ Ունը 3 անչափահաս երեխաներ են։ Զուտ ուզում մարզի համակարգը գնահատել, մնացածին նորից հեսա կանրադառնամ։ Խուզարկությամբ ինչ որ հայտնաբերվել է, նախ ապօրինի ծագում ունեցող որևէ հատկանիշ չի պարունակում, հիմնականում հուշանվեր կամ ինչ որ այնպիսի առարկաներ, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ գործի փաստական հանգամանքների հետ։ Ապա ամբողջ համացանցում կադրեր տարածվեցին, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել Հայաստան խմբակցության առաջնորդ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու Լևոն Քոչարյանի բնակարաններում, նրանց հետ առնչվող ընկերություններում, ինչպես նաև Լևոն Քոչարյանի տիկնոջ խանութ սրահներում։ Առավոտյան Հայաստան խմբակցության ղեկավարը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են ազգային անվտանգության ծառայություն, սակայն այդ պահին այլ մանրամասներ հայտնի չէր։ Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ առավոտյան նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից էլ հայտնեցին, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին Սեդրակ Քոչարյանը։ Ըստ երևույթի ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Սրա մասին փաստորեն երեք նաև մամուլներ գրել։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այդ գույքերը ձևակերպել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են դրանք կառուցապատելու եւ վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաեւ սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում նվիրատվությամբ։ Կոմիտեի պատրաստած տեսանյութում մանրամասն ներկայացվում են այդ գույքերը, դրանց արժեքն ու գտնվելու վայրերը։ Նշվում է, որ նախաքննությամբ ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ 2001-ից 2019 թվականների ընթացքում կատարված շուրջ 144 միլիարդ դրամի, 309 միլիոն ԱՄՆ դոլարի, 77 միլիոն եվրոյի և 18 միլիոն Ռուսաստանի Դաշնության ռուբլու դրամական փոխանցումների, ինչպես նաև վարույթին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին պատկանող Հայաստանում և արտերկրում գտնվող ավելի քան 3 տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու նպատակով ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ։ Ռոբերտ Քոչարյանի համար հակակոռուպցիոն կոմիտե կանչվեց շտապ օգնություն րոպեներ անց ՀԱԾ ջոկատի աշխատակիցների ուղեկցությամբ երկրորդ նախագահին շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3 դրվագ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 դրվագ եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար 4 դրվագ։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել եւս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեթրակ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Local Developers ընկերության մասնակից Սամվել Մարիապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած եւ շինարարական գործունեություն իրականացնող Այգեզոր ընկերությունը ղեկավարած անձը, նրա կինն ու 2 դուստրերը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամները լրագրողների հետ ճեպազրույցներում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելուն, ինչպես նաև Քոչարյանների տներում, ընտանիքին պատկանող ընկերություններում խոզարկություններին, նշեցին, թե այդ ամենը իշխանության կողմից քաղաքական պատվեր է։ Նաև հայտարարել է բացահայտ Հայաստանից նոր տարածքներ զիջելու մասին։ Այս ճանապարհին նա փորձում է բոլոր ընդդիմադիր օջախները, դիմադրության օջախները, քաղաքական ուժերը, ովքեր կարող են այս ծրագրի իրականացման համար խոչընդոտ լինել, սրանց տարբեր հոդվածներով ձեռբակալել, մեկուսացնել, սեփականությունից զրկել, բոլոր հնարավոր միջոցները գործադրել, որպեսզի դաշտը մաքրել, կարողանալ այս հակահայկական, հակապետական ծրագրի իրականացնել։ Իշխանական թևից ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հակադարձելով ընդդիմադիր թևի հայտարարություններին, թե այս ամենը քաղաքական պատվեր է, նշեց հետևյալը. Այս ամեն ինչ պետք է ստանա պատասխան, ես ասում իմ դժգոհությունը այն է, հարգելի գործընկերներ, որ այս ամեն ինչը հիմա է տեղի ունենում եւ ոչ 3 չի առաջի օրը։ Հիմա եթե ասում են դա քաղաքական պատվեր է, հիմա ավելի վատ քաղաքական պատվեր է, եկեք ես տամ։ Ցանկացած մեկով Հայաստանի Հանրապետության բյուջեից փող է գողացել, ով կոռուպցիայով է զբաղվել, ով Հայաստանի Հանրապետության պետական գույքը ջրի գնով մասնավորեցել է դրել է իր ընտանիքի գրպանը, հարգելի իրավապահարներ, կոչ եմ անում, տվեք ասֆալտին, տարեք փակեք։ Արդեն օրվա երկրորդ կեսին հակակոռուպցիոն կոմիտե եկավ նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Տիգրան Հակիմյան, Հորիզոն։ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանին վերաբերում են ՀԱՊԿ-ում ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմանները։ Նա նշել է, որ համապատասխան ոլորտներում համագործակցությունը Երևանի հետ իրականացվում է երկկողմ ձևաչափով։ Առկա է անհրաժեշտ իրավական բազա,
որը մասնավորապես նախատեսում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով, ընդգծել է Աղասանդյանը։ Այս հայտարարությունները հնչում են ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ քննարկումների ֆոնին։ Կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել է, որ դրա համար կպահանջվի կոնսենսուս։ Վասիլևը նաև նշել է, որ ՀԱՊԿ քաղաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում եւ պետությունների ղեկավարները հավանաբար կքննարկեն այդ հարցը։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Միացյալ Նահանգները Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից, իսկ սիրիական Հայաթ Թահրիր Աշ-Շամ խմբավորումը պետդեպարտամենտի եւ ֆինանսների նախարարության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակներից։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլերն իրականացվել են ի նշան նախագահ Ահմեդ Ալ-Շարայի ղեկավարությամբ Սիրիայի կառավարության ձեռնարկած դրական քայլերի եւ ստանձնած հետագա հանձնառությունների Սիրիան միջազգային ահաբեկչության գործողություններից լիովին հեռու պահելու նպատակով։ Սիրիայի արտգործնախարարությունը ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը, նշելով, որ երկրում ներդրումներ կատարելու, բիզնես վարելու եւ տնտեսական կյանքը վերականգնելու համար այլևս որևէ խոչընդոտ չկա։ Սիրիան Միացյալ Նահանգների ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկում ընդգրկվել էր 1979 թվականին։ Վաշինգտոնը այդ որոշումը հիմնավորել էր այն ժամանակվա նախագահ Հաֆեզ Ալ-Ասադի կառավարության կողմից զինված խմբավորումներին աջակցելու մեղադրանքներով։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հայտարարել է Իրանի դեմ տնտեսական ճնշումը ուժեղացնելու մասին։ Սքոթ Բեսենթի խոսքով Վաշինգտոնը սկսել է տնտեսական վտարանդի անունը ստացած գործողությունը, որի նպատակը Իրանի եկամուտների բոլոր հնարավոր աղբյուրների արգելափակումն ու երկրի ֆինանսական մեկուսացումն է։ Նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված շուրջ 60 անձանց, կազմակերպությունների եւ նավերի նկատմամբ, թիրախավորելով մասնավորապես նավթային, ոսկու, տեխնոլոգիական, ավիացիոն, նավագնացության եւ թվային ակտիվների ոլորտները։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից 50% մաքսատուրք կսահմանի Կանադայում արտադրված մեքենաների, բեռնատարների, ավտոպահեստամասերի եւ պողպատի համար։ Մաքսատուրքեր չեն լինի, եթե դրանք հավաքվեն Միացյալ Նահանգներում, գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտը Կանադայի նկատմամբ հասել է 60 միլիարդ դոլարի, Օտավայի կողմից ամերիկյան գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Նախագահը ընդգծել է, որ Կանադան կարիք ունի Միացյալ Նահանգների, այլ ոչ թե հակառակը, եւ որ կանադական բիզնեսի 95%-ը գտնվում է Միացյալ Նահանգներում։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին էլ ասել է, որ կանադական ապրանքների վրա 50% մաքսատուրքերի նոր ալիքը Վաշինգտոնի կողմից սխալ հաշվարկ է, հավելել է, որ Կանադան կգործի համաչափ։ Ակնկալվում է, որ սեպտեմբերի 8-ից մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի, ինչպես նաեւ այլ ապրանքների համար։ Գյումրիում թիմ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար արդյոք իրավական հիմքեր կան, կառավարման շուրջ հնչող գնահատականներն ու կարծիքները ինչքանով են լարվածություն կամ ճգնաժամ հարուցում։ Այդուհանդերձ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունները քաղաքում սպասողական վիճակ են ստեղծել։ Այս մասին քննարկում է անցկացվել երկխոսության մեդիա կենտրոնում։ Գյումրիում կառավարման ճգնաժամի վերաբերյալ ու միևնույն ժամանակ այդ ճգնաժամը հրահրելու մասին մեղադրանքներ պարբերաբար հնչեցնում են ավականու քաղաքացիական պայմանագիր ու կոմունիստական կուսակցության խմբակցության ներկայացուցիչները։ Իրականում կա ճգնաժամ, թե ոչ, փորձագետների կարծիքները եւս տարբեր են։ Ըստ նրանց համենայն դեպս ճգնաժամը չի բխում քաղաքի արդյունավետ կառավարման շահից։ Ես տեսնում եմ, որ կա ոչ թե ճգնաժամ, այլ կա լարվածություն եւ կա ճգնաժամի գեներացում։ Տարօրինակ է, ասենք ավելի լավ է ճգնաժամերը կառավարել, ճգնաժամերը լուծել եւ ոչ թե դրանք գեներացնել, կա ճգնաժամի գեներացում շատ տարօրինակ է։ Մենք ունենում ենք իրավիճակ, որ մենք տեղական ինքնակառավարումը վերածում ենք տարածքային կառավարման։ Ու եթե մենք տարածքային կառավարման ենք վերածում, դառնում է, որ մենք գնում ենք դեպի քաղաքական պայքարի դաշտ, ու քաղաքական ուժերը այստեղ իրանց ազգային շահն
առաջ տանում ու ազգային շահով են առաջնորդվում։ Մենք այդ իրավիճակը ունենք, որ անցանք համամասնական ընտրակարգի։ Գյումրիի ավականիում մինչ արձակուրդ գնալը մեկ նիստ չկայացավ, քվորում չկար։ Դրան հաջորդեց արտահերթ նիստը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չմասնակցեց։ Կապ չունի ով իշխողը։ Տարբեր կուսակցությունների իրանց շահից ելնելով այդ կոնֆլիկտը ստեղծելու են, որովհետև իրանց պետք է, որ իշխանության գան։ Եթե իրանք կարան դա անեն ազգային ժողովում, անում են ազգային ժողովում, եթե ազգային ժողովում չեն կարող անեն, անում են համայնքում, եթե համայնքում չեն կարող անեն, անում են համայնքից դուրս քաղաքական դաշտում։ Հիմի խնդիրն այն է, որ ոնց ենք կարողանում մեր ընտրակարգը բերենք նրան, որ բնակիչը հասկանա, որ ինքն է ընտրում մարդ, ով իր շահերը ներկայացնում ավականին։ Այն ինչ որ տեղի անում, դրանք բոլորը քաղաքական դրսևորումներ են, որ քաղաքական ուժերը կարող են անել, օրենքը չի արգելում իրենց, հա։ Հիմա շատ խորհրդարաններ արդեն մեր խորհրդարանում էլ անգամ սարկազմն է դարձել քաղաքական վարքագծի, հա, մեթոդ։ Համամասնական ընտրակարգում ըստ էության որոշիչ են ոչ թե անձերը, այլ կուսակցություններն ու դրանց ծրագրերը։ Բայց ըստ փորձագետների թիմ ընտրություններում ելի որոշիչը անձերն են, անձերի պայքարում սակայն քաղաքի զարգացման արդյունավետ ծրագրեր չեն ծնվում ու տուժում է ընտրողը։ Անձերի պայքար կա, գաղափարների պայքար համառորեն չկա։ Քաղաքի զարգացման, հա, ռազմավարությունների իսկապես սմարթ ծրագիր չկա, չի ներկայացվում։ Եկեք մի հատ փոքր վիճակագրություն փորձենք հասկանանք, թե ընտրություններից առաջ պետական բյուջեից համայնքին տրվող սուբսիդիաների ու սուբվենցիոն ծրագրերի մեծությունը ինչքան է, որը ասում է, թե իշխող ուժը, որը որոշում կայացնելու իրավասություն ունի, ոնց է աջակցում այդ համայնքում ասֆալտ անելու, բորդուր սարքելու, ջրագիծ սարքելու, գյուղատնտեսությանը աջակցելու համար։ Այդ նշանակում է մենք գոնե երկրորդ քաղաքում պետք է ունենանք իշխանություն, որը կկարողանա իշխող կուսակցության հետ համագործակցի։ Վերջին թիմ ընտրություններում Գյումրիում մասնակցության ցուցանիշը փոքրինչ աճ էր գրանցել։ Մասնակցությունը բնակիչների հետաքրքրվածության ցուցիչն է։ Փորձագետներն են նշում, բնակիչը պետք է պահանջատեր լինի իր ընտրության հարցում։ Այսինքն ընտրություն կատարելը միայն քվեարկության օրով չի սահմանափակվելու։ Ընտրական համակարգը այս առումով դեռ բարեփոխումների կարիք ունի։ Կարծում եմ, որ դեռ տեղ ունի զարգանալու տեղական ինքնակառավարումը մեր երկրում, ինստիտուցիոնալ մակարդակում, դա կլինի նոր օրենսդրական փոփոխություններով, թե հասարակական ոչ ֆորմալ, հա, ներգրավվածության, գուցե քաղաքացիական կրթության մակարդակի բարձրացումով, բայց պետք է հասնել այո նրան, որ քաղաքացին եւ որոշումների կայացման մեջ եւ դրա իրականացման մեջ մեծ դեր ունենա։ Հələ որ արդյունավետ ընտրական համակարգ տեղական ինքնակառավարման համար չկա Հայաստանում, իմ կարծիքով։ Մասնավորապես ճիշտ է իհարկե, որ լինի ինչքան հնարավոր է մեծ ներկայացածություն ավականիում, այսինքն 1% հավաքած ուժն էլ իրավունք ունի ավականիում ներկա լինել, չգիտեմ ինչու համառորեն դիմադրություն կա սրա նկատմամբ։ Դա նշանակում է էլի մեկ տեսակետ, էլի մեկ կարծիք, էլի մեկ գաղափար։ Աշունը Շիրակի մարզում ընտրական է։ Հոկտեմբերին թիմ ընտրություններ են լինելու Արթիկում ու Ախուրյանում։ Դեռ հստակ օր նշանակված չէ Ամասիայի եւ Աշոցքի համար։ Գյումրին ընտրական աշնան մաս կազմելու է թե ոչ, կախված է սրանից, թե արդյոք կստեղծվեն ավականին լուծարելու իրավական հիմքեր։ Գյումրիի ավականին արձակուրդից կվերադառնա սեպտեմբերին։ Լուսինե Հայրապետյան, Հորիզոն։ Այժմ նրա հոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։